ՀԿ-ն որևէ պլան չունի ձեզ հետ կապված, որովհետև տեղեկություններ կա, որ գուցե ծեծուջարդ սկսվի, շարունակություն լինի, ինչ եք կարծում, որևէ բան տեղի կունենա այսօր երեկվա ձեր հայտարարությունից հետո, վիրավորական արտահայտությունից հետո։ Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ։ Երեկվա ընդհանրապես process-ին անդրադառնալու կարիք կարծում եմ չկա եւ մենք չենք անդրադառնա, քանի որ իրավիճակը հարթվել է եւ կարծում եմ, որ մենք ունենք որոշում չանդրադառնալ որևէ կերպ։ Ըստ ձեզ կշարունակվի ՀՊ-ի կողմից այսպիսի վեճերը, որ դրանք սադրեցին։ Հղում եմ տալիս նախորդ ասածից, եթե այլ հարցեր լինեն, խնդրում եմ։ Ինչ սպասելիքներ կան փոխնախագահի ընտրության վերաբերյալ ձեր կարծիքով քաղաքացիական պայմանագիրը քվեարկի Արամ Վարդևանյանի հետ։ Մենք վայելեցինք պարոն Վարդևանյանի պրոֆեսիոնալիզմը, դիվանագիտական ճիշտ մոտեցումը եւ նաեւ այն ինստիտուցիոնալ մոտեցումը, որ նա պատկերացնում էր ազգային ժողովի զարգացման մասին։ Ինչ էր նա ասում։ Նա ասում էր, որ ազգային ժողովը պետք է հիմնական աշխատանքը կատարի օրենքները մշտական օրենքների վրա աշխատելով, լավարկելով։ Ու դա է լինելու որպես իրավաբան, որպես բարձր կվալիֆիկացիա իրավաբան իր հիմնական աշխատանքի մի մասը։ Իսկ այլ խմբակցությունների քվեարկության մասին թող որոշեն, ուղղակի ես կարող եմ ասել, որ յուրաքանչյուր երկրի համար բավական գնահատելի կլիներ այսպիսի պրոֆեսիոնալության մարդ, որ լիներ ազգային ժողովի նախագահի տեղակալ։ Իրեն բարձրացնում, ասում են դուք մեր թեկնածուներին չեք քվեարկել, հիմա ոնց եք ակնկալում, մենք ձեր թեկնածուն պետք է քվեարկենք, ու այնտեղ Ռուբինյանն էլ ասում է, որ որևէ օրենքի պահանջ չկա, որ պարտադիր պետք է դիմադիր թեկնածու։ Եվ ճգնաժամ չի առաջանա։ Քվեարկել ինքնանպատակ չի եղել, մենք ամեն չքվեարկելուց ներկայացրել ենք պատճառը։ Իսկ հանձնաժողովի նախագահների թեկնածուներն արդեն որոշված կա ընդհանուր տեսլական, քանի որ դա որոշում է ընդհանուր ազգային ժողովի ընտրանքային, այսինքն ընտրում են առաջին երկու հանձնաժողովները ընտրում է իշխող ուժը, հետո արդեն մյուս ուժը, իսկ պատճառով ես մեծությամբ երկրորդ ուժը ես չեմ կարող ասել, թե որ խմբակցությունների վրա է կանգնելու ունենք նախանշած քննարկում ունեցել եք տնտեսական բլոկն եք ու քննարկում ունեցել եք իշխանության հետ այդ մասով թե ով ինչ հանձնաժողով վերցնի։ Արամ Վարդևանյանի հետ կապված տնտեսական հանձնաժողովների չի ուզենա այս պահին։ Ձեր տպավորությամբ ամեն դեպքում իշխանությունը կընտրի Արամ Վարդևանյանին եւ եթե օրինակ մեջբերեմ Ռուբինյանի խոսքը, եթե ասում է, որ կանոնակարգ օրենքը սահմանում է նաեւ, որ կարող են չընտրել Արամ Վարդևանյանին եւ ճգնաժամ չի առաջանա։ Ունեցել եք այդպիսի քննարկում, հնարավոր է այլ թեկնածու առաջադրեք ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Շատ լավ, պարոն Վարդևանյանը թե ազգային ժողովի նախագահի տեղակալի դիրքում, թե մեր ուժեղ Հայաստանի խմբակցության անդամի դիրքում մեծ գործ ունի անելու ազգային ժողովում եւ երկու պարագաներում էլ ազգային ժողովը մեզ շահելու է շատ եւ չի տուժելու մեր աշխատանքը, այդ իսկ պատճառով ընտրությունը, քանի որ այլ քաղաքական ուժը չեմ կարող իրենց տեղը ասել։ Պարոն Կարապետյան, կներեք, մենք որ իշխանական թեման Հայաստան խմբակցության ասում է, տեսեք, իրանք խորհրդարանի մեծամասնություն էին, հա, այսպես քան մանդատուն են, հիմա որքան են փոքրացել իրենց օրակարգի, իրենց առաջարկացա խոսույթի պատճառով, անդադ ձեզ օրինակ եմ բերում Հայաստան խմբակցությունը, ասում է, տեսեք, եթե դուք էլ նույն խոսույթը շարունակեք, դուք էլ մյուս խորհրդարանում արդեն փոքրանալու եք, ավելի փոքր ֆրակցիա եք դառնալու։ Սա հետ կապված դուք մտահոգություններ չունեք։ Ասեմ, ընդդիմության մենք տեսնում ենք, որ իշխանական պատգամավորների քանակը ամեն ընտրություններից հետո փոքրանում է։ Եվ մենք տեսնում ենք դատարկ տեղեր արդեն, եւ դատարկ տեղերը փոքրանում են։ Դա ցույց է տալիս, որ հետագայում մի փոքրանալու պարագայում հնարավոր կլինի ազգային ժողովում տեղափոխություններ նստարաններ։ Արամ Վարդևանյանի թեկնածության վերաբերյալ նա էլ իր խոսքում նշեց, որ ըստ էության այս խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց դուք էլ ձեր խոսքում նոր նշեցիք, որ Արամ Վարդևանյանը մեծ գործ ունի անելու, հակասություն չկա, այստեղ եթե այս խորհրդարանի կյանքը կարճ է, այդ դեպքում ինչու եք առաջադրում փոխնախագահ, որ ինքը մեծ անելիքներ ունի եւ որ ըստ էության կարճ կյանքի։ Այ հենց մեր աշխատանքի, իր աշխատանքի արդյունքում մենք պետք է ունենանք
այդ փոփոխությունը։ Այսինքն Արամ Վարդևանյանը պիտի ցելի ազգային Բոլորիս աշխատանքի արդյունքում բոլորիս աշխատանքն է ինչքան հնարավոր է շատ դիրքերում, որպեսզի մենք կարողանանք հասնել այդ փոփոխությանը։ Ես ներողություն եմ խնդրում։ Մեկ հարցել ես տամ։ Քարոզարշավի շրջանակներում մենք տեսնում ենք, որ հոլովակներ էր տարածվում Արևմտյան Ադրբեջանի լուրերի թողարկումից։ Դրանք Չեմ տվել հարցս վերջացրել, ներողություն։ Դուք ձեր ուժը որևէ մասնակցություն ունեցել այդ հոլովակների տարածման, պատրաստման եւ տարածման հարցում, թե չէ ֆինանսավորել եք, թե ոչ։ Հասկացա ձեր հարցը։ Չէ, ներողություն, ինչու չեք պատասխանում։ Ձեր հարցը Ներողություն, ինչու չեք պատասխանում։ Ասեք, ինչու չեք պատասխանում։ Ես ասացի, որ հետագայում ձեր հարցին հանդես կգանք պատասխանով Դուք հիմա չգիտեք, դուք ֆինանսավորել եք դա թե ոչ։ Պարզաբանումով հանդես կգանք։ Պարոն Կարապետյան, եթե Արամ Վարդևանյանին չընտրի մեծամասնությունը, դուք կրկին իր թեկնածությունը կառաջադրեք, թե ուրիշ թեկնածու կառաջադրեք, թե այլևս թեկնածու։ Ըստ իրավիճակի կլինի խմբակցության որոշումը կոլեգիալ, իհարկե նաև այն իրավասությունները, որ մենք ունենք օգտագործելով, հանդես կգանք հայտարարությամբ։ Խորհրդարանում աշխատանքներին հետևելիս ցուցաբաններից նկատում ենք, որ բավականին կիրթ ու կառուցողական մթնոլորտում է չհաշվեց որոշակի իրավիճակներ, որ արձանագրվում է այս կերպ եք պատրաստում ամբողջ 5 տարի, եթե խորհրդարանը այդքան ցկի աշխատել, այնուամենայնիվ կփոխեք մոտեցումը հաշվի առնելով, որ հարաբերությունը ընդդիմադիր, արմատական ընդդիմադիր կեցված կերպ պահանջում ընդդիմությունից եւ այս կերպ բնականաբար քվականները չեն միանալու Հայաստանի Նիկոլ Փաշինյանի չեն հեռացնում։ Ես խորապես դեմ եմ ազգային ժողովը անձնական վիրավորանքների հարթակին վերածելու եւ կարծում եմ, որ ժողովրդի մեջ մոտեցումների փոփոխություն բերելու է կարծիքների պայքարը եւ ոչ թե վիրավորանքների պայքարը։ Այդ իսկ պատճառով նաեւ ինձ համար էլ հաճելի չէ երբեմն այն քիչ ազգային ժողովը բոլորը ասում են, որ ամենակիչն է այդպիսի բան տեղի ունեցել, կարծում եմ հետագայում էլ տեղի չունենա, մենք պետք է գաղափարների հակադրությունը ցույց տանք, մարդիկ ընտրեն, որովհետև մենք վստահ ենք, որ մեր գաղափարներն է զարգացում բերելու երկրում եւ 600,000 մարդու աղքատությունից հանել։ Պարոն Կարապետյան, մեկ այլ հարց օրակարգից դուրս, էլի, մեկ այլ հարց։ Գյուղատնտեսության հետ կապված ռուսական ներողություն մի գոռացեք ինձ վրա։ Պարոն Կարապետյան, որ խնդրեմ դեպի կամերաներ գնայեք, մեկ հարց տամ գյուղատնտեսության հետ կապված։ Տեսեք, ռուսական կողմը պատժամիջոցները շարունակում է օր-օրի եւ մենք տեսնում ենք, որ մեր գյուղատնտեսները, բիզնեսի այլ ներկայացուցիչներ այդ սահմանափակումների առաջ են կանգնում։ Քանի որ դուք այդ խնդիրը միշտ եք բարձրաձայնել, հատկապես նախընտրական քարոզչության ժամանակ։ Հիմա արդեն խորհրդանակ տեղափոխվել։ Ինչ քայլեր եք պատրաստվում անել գյուղատնտեսների այդ խնդիրները բարձրաձայնելու համար։ Դիտարկել եք արդյոք օրինակ խորհրդանական լսումներ կազմակերպել եւ այլն։ Իմ առաջի խոսքում մենք հանդես եկանք նաեւ այդ հարցին անդրադարձող մի կարճ հատվածով, ինչ է դա իր մեջ ներառել, որ շատ կարևոր է դիվանագիտական ճանապարհներով լուծել այն սրացումները, որ կարող է լինել։ Տնտեսական խաղաղությունը խաղաղության ձևաչափերից մեկն է։ Մենք պետք է հասնենք տնտեսական խաղաղության մեր գլխավոր տնտեսական գործընկերոջ հետ։ Եվ ես կարծում եմ հայ քաղաքական միտքը ունակ է լուծել այդ հարցը։ Նմանատիպ քննարկում եղել է լսումների հետ կապված կազմակերպել գյուղատնտեսների տնտեսական հանձնաժողովը եւ կարծեմ տարածքային հանձնաժողովն է պատասխանատու, մենք լայն քննարկումներ ենք անելու եւ առաջարկելու ենք լուծումներ։ Այդ թեմայով կներեցնենք։ Չէ, Արտինե ջան, չեմ ներեցնում։ Ես ուղղակի ներողություն եմ խնդրում իսկ խմբակցության Շատ լավ, բայց հենց գալիս է պարոն Կարապետյան, ոչ հաճելի հարցերը հիշում եք, որ նիստում։ Ես կներեք լսում եմ։ Պարոն Կարապետյան, մի տեսակ դիսոնանս չի առաջանում, օրինակ խորհրդարանական ձեր ֆրակցիայի եւ ձեր կուսակցության առաջնորդի պարոն Սամվել Կարապետյանի հայտարարությունների վարքագծի միջև։ Դուք այստեղ հայտարարում եք, որ կառուցողական աշխատանքի քաղաքակիրթ բանավեճի կողմնակից եք եւ ընդունում եք այդ կանոնները, բայց ձեր եղբայրը օրինակ խոսում է այսպես կարծր պետական մեքենան քանդելու, նույնիսկ այդ մեքենայի ձևավորման վերաբերյալ մատնանշում է, որ արտաքին ուժերի հովանավորությամբ պատասխանում։ Այդ դիսոնանսը ինչպես է։ Դիսոնանսը առաջի քայլը հասարակական խոսույթի մենք փորձում ենք իմպլեմենտացնել այստեղ։
մենք պետք է հիշենք, թե ինչ պայմաններում հակադրությունները ստեղծվեցին եւ ինչ Facebook-ի, ինչ լեքսիկոնով արտահայտություններից հետո, շոկային արտահայտություններից հետո սկսվեց հակադրությունները, ինչ դեպքերից հետո 12 ամիս առաջ։ Եվ այդ իսկ պատճառով կա նախապատմություն այդ բանավեճների բնույթի։ Սակայն առաջի քայլը կարծում եմ ազգային ժողովի իմպլեմենտացնելն է նորմալ հակադրություն, սուր հակադրություն գաղափարների եւ ծրագրերի շուրջ, ոչ թե հակադրություն լեզվային ամենաբարդ ոճային ամենացածր լեքսիկոնի համեմատությամբ։ Շնորհակալ եմ։